Շնորհակալություն, հարգարժան փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, առաջարկող նախագիծը վերաբերում է անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը եւ զբաղվածության ըստ էության ապահովման ու խթանմանը։ Հիշեցնեմ, որ այս նույն շահառուների համար անցյալ նիստին, կառավարության նախորդ նիստին հաստատվեց զբաղվածության առաջին ծրագիրը իր 3 բաղադրիչներով եւ այս առաջարկվող նախագիծը ըստ էության այլընտրանք է առաջարկում առաջին նախագծին շահառու չդարձած կամ առաջին նախագծի հնարավորությունը չօգտագործած շահառուների համար անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար։ Ուրեմն այս նախագծով ըստ էության մենք մեր շահառուներին աշխատանքի տեղավորելու համար աջակցում ենք գործատուներին, հետևյալ ոլորտներում աշխատող գործատուներին։ Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչ համայնքային, ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, այդ թվում կարող են լինել միայնակ տարեցների խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցումը, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, այդ թվում գյուղատնտեսական արտադրանք, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, խնամքի իրականացում կանաչապատման կանաչ տարածքների, մշակույթ եւ զբոսաշրջություն, այդ թվում հուշարձանների խնամք եւ այլն, կրթություն, այդ թվում ուսուցիչների, օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքները։ Բոլոր այս ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե նրանք գործել են ոլորտներում առնվազն 3 տարի եւ ունեն տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանված է 3-ից 12 ամիս, այսպիսով այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73,000 դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար։ Այսքանը ծրագրի մասին առաջարկում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ժամակոչյան, սա նշանակում է, որ գործատուն կարող է նախատեսած լինել տվյալ աշխատատեղի համար ավելի մեծ չափով վճարում, սակայն կառավարության աջակցության մասը կգա մասամբ փոխհատուցելուն, ինչ կարգով է գործելու, հիմնական կարգավորման եղանակը ինչպես է լինելու։ Այո, շատ ճիշտ է, մենք նախատեսում ենք մեկ օրվա համար 3500 դրամ, ինչը չի սահմանափակում գործատուին վճարել ավելի չափով եւ դա կախված է հավանաբար աշխատանքի բնույթից։ Այս ծրագրի առանձնահատկությունը այն է, որ այնուամենայնիվ այստեղ մասնագիտական աշխատանք չի պահանջվելու այն աշխատանքների համար, որին մենք աջակցում ենք։ Շատ լավ, այսինքն ըստ էության դուք ասում եք, որ նախորդ կառավարության նիստում մենք հաստատել ենք այնպիսի աջակցության ծրագիր, որը ուղղված է մարդկանց, ովքեր ունեն որոշակի մասնագիտացում եւ կարող են մրցակցային լինել մասնագիտական որոշակի ուղղություններով աշխատանք տանելու համար, սակայն նրանց համար, ովքեր չունեն բավարար հմտություններ նման աշխատատեղ գտնելու հարցում կարող են օգտվել այս ծրագրից եւ ժամանակավոր զբաղվածություն ունենալ, այո։ Այո, հարգարժան փոխվարչապետ, մեզ համար առաջնային է իհարկե մասնագիտական որոշակի կարողությունների զարգացման հնարավորություն տվող եւ մասնագիտական աշխատանք առաջարկող նախորդ ծրագիրը, բայց եթե կունենանք շահառուներ, որ չեն դառնա այն ծրագրի շահառու, անապահովներ կլինեն, որ չեն դառնա, այսինքն ի վերջո գործատուները պետք է ընտրեն այս մարդկանց իրենց մոտ աշխատանքի ընդունելու կամ նախորդ ծրագրով ունենք նաեւ մասնագիտական ուսուցում ապահովելու, հետո աշխատանքի ընդունելու, պրակտիկա ապահովելու, հետո աշխատանքի ընդունելու բաղադրիչներ։ Ուրեմն եթե այս ծրագրերից որևէ մեկով, բաղադրիչներից որևէ մեկով, որևէ գործատու չի վերցնի մեր անապահով ընտանիքի անդամներին, ապա մենք այլընտրանք ենք առաջարկում, որպեսզի մասնագիտացում ուղիղ չպահանջող, բայց զբաղվածություն ապահովի, որպեսզի հնարավորություն
տրվի ըստ էության սոցիալապես ներառվել տնտեսական գործունեություն ունենալ եւ այս հնարավորությունից հետո թերևս որոշակի սոցիալ-տնտեսական կարողություններ զարգացնելով արդեն ի վիճակի լինի աշխատաշուկային ավելի պատրաստ լինի տվյալ մարդը։ Տիկին Ժամանկության, իսկ դուք այս տարվա ընթացքում անապահովության գնահատման նոր համակարգ եք մեկնարկել, որոնք փորձարկման կարգով երկու մարզերում են իրականացվում, այդ համակարգի կիրառությունը եւ այս աջակցության կիրառությունը իրար հետ ուղղակիորեն կապված են, թե այս աջակցությունը կարող է իրականացվել նաեւ այն մարզերում, որտեղ դեռևս անապահովության գնահատման նոր համակարգը ներդրված չէ։ Քանի որ այս զբաղվածության միջոցառումները եւս պիլոտային են, ապա կապակցված են պիլոտային մարզերի հետ, այսինքն Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքներին կվերաբերեն միայն։ Շատ է, սակայն ընդլայնման հետ միասին իրենք կիրառություն կստանան նաեւ մյուս մարզերում։